Մի պատերազմ կար 36 տարի տևած, ես այն լուծեցի մեկ օրում։ Արցախը հանձնվել է ադրբեջանցիներին, Միջանցքը հայտնվել է ադրբեջանցիներին, էլ ինտեղ շատ ուստուպք ա եղել, չէ, գյուղ-մուղ բանձն հանձնվել է այդ ադրբեջանցիներին, ու շատ բաները ադրբեջանցիներին խոստացվել է, որ խաղաղություն պետք է գա։ Էլ տասենք, էլ խաղաղություն էլ չլինի, էլ ինչ չլինի։ Ու էսի ասում այդ, որ ես եմ արել։ Ես դեռ ռուս չեմ պաշտպանում, պրոստը եկեք օբյեկտիվ խոսանք, որ ռուսի վրա է գցում, ռուսը էսի բերեց, ռուսը տեսավ ինչա կատարում, եկավ էլ իրան գցեց, որ արանքում մնա, պահի, բանանի, բայց չէ, ասա ռուսին էլ ասին հանեք, դու այդ Արցախով լրիվ գնա պրսնի, ռուսն էլ ասեց աղբե ջան, որ ստեղ ես պետք է դնեմ կոտորեմ Արցախում, բանից, հետևս որ ճղեմ, ավելավ այն հետա մեզ իմ Ուկրաինայով զբաղվեմ, Ուկրաինայով գնամ առանց, քաս թե եկել եմ ես աղմախի բաների մեջ եմ ընկել։ Իսրայելը ցեղասպանություն է անում։ Հիմա կնգա Տրամպը կընկնի մեջտեղները, կկանգնացնի ու կասի ես խաղաղություն բերեցի։ Ջոկում եք արին շուստրի բիջա։ Սաղ պատերազմն իրանք են սկսում, Ուկրաինանել են իրանք խաղաղություն բերելու։ Ուկրաինան, որ իրանք սկսեցին, եկան Մայդան սարքեցին, кто не скачет, тот москаль սարքեցին, ով էր բերե պրյանիկներ էր բաժանում, սարքեցին, կռիվ արին, 1 միլիոն ամեն կողմից զոհեր տվեցին։ Так что ничего личного, Сонни. Только бизнес. Но, по сути, Украина проиграла. Они теряют Донбасс, они теряют, по сути, страну. У них остается только та территория, от которой они сами отказались, сорвав переговоры 2022 года. Միջալոց ավարտվեց, կարող է ռուսներն արդեն զբաղվեն Հայաստանով։ Այո, ես հիշեցի այդ, որ այդտեղ 22 թվին է թե պետք է переговорները լիներ Տուրքիայում կանգնացնեին պատերազմը, անգլոսաքսերը չթողեցին։ Բրիտանիան չթողեց, որ կանգնի պատերազմը, ու հիշում եմ դաժե պատերազմը ոնց սկսվավ, որ այնտեղ Պուտին իր բերանով ասեց, որ Տրամպից առաջ ով էր նախագահ, որ ինքը ասել էր, որ Ուկրաինան մենք մտածում ենք, որ մտցնենք ՆԱՏՕ-ի մեջ, քանի անգամ դա ինքը Պուտինին դաժե ասել է, ինքը իր բերանով։ Դե որ տենց է, Պուտինն էլ մտավ։